ասեմ, որ իրենց կրտսեր խաղընկերոջը հոկեբանորեն աջակցելու նախաձեռնություն ցուցաբերած Փյունիկի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան հատուկ մարզաշապիկներով, որոնց վրա գրված էր. «Մենք քեզ հետ ենք, առողջություն, Վահե»։ Սա իսկապես ջենտլմենական քայլ էր գլխի ծանր վիրահատության ենթարկված Վահե Ղասապովյանի նկատմամբ ակումբակիցների կողմից։ Մեր ֆուտբոլային աշխարհի մարդկանց անունից Վահեին արագ ապաքինում ենք մաղթում նաև մենք։ Առաջնության եզրագծում ոսկե արժեք ունեցող այս հանդիպումը իրավամբ նաև գավաթային եզրափակիչի նշանակություն էր ստացել։ Մի տարբերությամբ սակայն, որ Բանանցին բավարարում էր ոչ ոքին, իսկ Փյունիկին միայն հաղթանակը։ Այդուհանդերձ Բանանց չէր ընտրել պաշտպանական մարտավարություն, ինչի մասին պարզ դարձավ դեռ խաղից առաջ, երբ թիմի մեկնարկային կազմում տեսանք 4 հարձակվողի։ Ելնելով հանդիպման անչափ բարձր արժեգնից, կողմերը խաղում էին գրեթե բացառելով ռիսկի փորձը։ Չնայած դրան, առաջին խաղակեսում եղան գոլային պահեր։ Այդպիսի առաջին պահը ստեղծվեց Փյունիկի դարպասին, երբ Տուգանային հրապարակ ներխուժած Դանիրան Օրտեգան հապաղեց վճռական հարվածի պահին եւ վտանգը չեզոքացվեց։ Քիչ անց նույնպիսի համարձակ քայլի դիմեց Էդգար Մալաքյանը, իրարանցում առաջացնելով Բանանցի պաշտպանությունում, բայց կրկին գործը արդյունավետ հարվածի չհասավ։ Նորից գրովում են Բանանցի ֆուտբոլիստները եւ տեսեք, թե ինչպես է Բետուն հիանալի փոխանցումով դարպասապահի դեմ մենմենակ դուրս բերում արագաշարժ Արսեն Բալաբեկյանին, ում հարվածը սակայն ուղիղ Արթուր Լեսկոյի վրա էր։ Հանգստից անմիջապես հետո խաղը ագրեսիվ սկսած Բանանցը մի քանի րոպեի ընթացքում մի քանի անգամ կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Դենիրան Օրտեգայի հարվածներից հետո գնդակը համառորեն չէր ցանկանում հայտնվել չեմպիոն Փյունիկի դարպասում։ Այս մի քանի րոպեներին Փյունիկի պաշտպանությունում իսկական խուճապ էր, բայց չեմպիոնը փրկվեց եւ աստիճանաբար հավասարեցնելով խաղը կրկին այն ուղղորդեց իր համար հարմար հունով։ Փյունիկցիների գրողները առավել սպառնալի դարձան խաղավերջում եւ դա միանգամայն օրինաչափ էր չեմպիոնական տիտղոսին հրաժեշտ տալու հաշվառումով։ Եվ հետո խաղավերջում Բանանցը փորձելով պահպանել ձեռնտու հաշիվը մտածում էր թերևս միայն պաշտպանության մասին եւ ամբողջ թիմով դիրքավորվել էր սեփական կիսադաշտում։ Ու երբ թվում էր, թե անգոլ ոչ ոքին անխուսափելի է, եւ բոլորը սպասում էին հանդիպումը վարող իտալացի մրցավար Անդրեա Ռոմեոյի եզրափակիչ Սուլոցին, վերջին ճիգերով Փյունիկի ամենավերջին գրոհը արդյունավետ ավարտ ունեցավ։ Լրացուցիչ 4 րոպեների վերջին վայրկյաններին ոսկե արժեգին ունեցող գոլը հեղինակեց Կարլեն Մկրտչյանը, իսկ թե ինչ էր կատարվում դրանից հետո խաղադաշտում, ուղղակի դժվար է բառերով նկարագրել։ Ցնծում էին Փյունիկի ֆուտբոլիստներն ու նրանց երկրպագուները եւ ճիշտ հակառակը հուսահատության մեջ էին Բանանցի տղաները, որոնց ընդամենը մի քանի վայրկյաններ էին բաժանում Բաղձալի նպատակից ու Փյունիկին գահակալությունից զրկելուց։ 26-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցված հաշիվները ձեր էկրաններին են։ Ծանոթացեք նաև մրցաշարային աղյուսակին, իսկ այդ ընթացքում ես տեղեկացնեմ, որ նախավերջին 27-րդ տուրի խաղերը կկայանան շաբաթ օրը նոյեմբերի 6-ին։ Մասնավորաբար այդ օրը կհանդիպեն Գանձասար Փյունիկ, Բանանց Կիլիկիա, Ուլիս Շիրակ եւ Իմպուլս Միկա Զույգերը։